Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, մեդիա-հաբի հարգելի հետևորդներ, այսօր մեդիա անալիտիկ հաղորդման իմ հյուրն է Հայրենիք կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին փոխնախարար Գագիկ Ղալաչյանը։ Բարև ձեզ, պարոն Ղալաչյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Եվ այսպես թերևս սկսենք արտաքին հետախուզության զեկույցից, որում կան բավականին անհանգստացնող ազդակներ, թեպետ նշվում է, որ ըստ զեկույցի էսկալացիայի վտանգը գրեթե անհնար է, ինչի մասին նաև հայտարարեց Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում, սակայն նույն ըստ զեկույցի վերլուծության Վաշինգտոնյան հանդիպումից հետո Ալիևը ոչ միայն չի դադարեցրել Արևմտյան Ադրբեջան ու ադրբեջանցիների վերադարձ խոսույթը, այլ ավելի է ակտիվացրել ու բերել գործնական, այսպես ասած, դաշտ։ Եվ դրան զուգահեռ զեկույցում նշվում է, կարծես կապվում է նույն հարցի հետ, զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական բյուջեի ավելացումը, ընդ որում շեշտվում է, որ ռազմական բյուջեի աճի տեմպերը գերակշռում են մյուս ոլորտներին եւ շատ դեպքերում այդ աճը ապահովում է մյուս ոլորտների հաշվին, այսինքն Ադրբեջանի համար ռազմական ոլորտը շարունակում է մնալ գերակա ճյուղ։ Ինչ է կարծում, պարոն Ղալաչյան, հնարավոր է, որ մենք նորից նույն պատմության առաջ կանգնենք, ինչպես Միջանցքի դեպքում էր, երբ Ալիևը հայտարարում էր, որ եթե Հայաստանը կապ չտրամադրի մեզ Նախիջևանի հետ, ապա մենք այն կվերցնենք զենքի ուժով։ Նույնն էլ հիմա ստացվի, եթե Նիկոլ Փաշինյանը չհամաձայնվի ադրբեջանցիների չակերտավոր ասած վերադարձին, Ալիևը փորձի այդ ամենը լուծել ռազմական ճանապարհով։ Ну, նախ եւ առաջ ձեր հարցը բաղկացած է մի քանի ենթահարցերից, եկեք փորձենք տրոհենք այդ ձևով պատասխանենք։ Նախ եւ առաջ ինչ վերաբերվում է ադրբեջանցիների չակերտյալ վերադարձի մասը։ Այստեղ մենք պետք է նախ եւ առաջ հաշվի առնենք այն հանգամանքը, որ առայժմ Հայաստանին ուղիղ պահանջ այդ առումով ներկայացված չի եղել։ Խոսույթը արկա է, որը որ անհանգստացնող է, նաեւ դա մենք տեսնում ենք մեր զեկույցի մեջ, որի մասին դուք նոր նշեցիք, բացի դրանից դրան ծանոթանում ենք նաև համացանցից, մնացած հասանելի աղբյուրներից, այստեղ ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմը երկու նպատակ է այսպես հետապնդում, առաջինը այդ խոսույթը օգտագործել որպես ճնշում բանակցային գործընթացին Հայաստանի նկատմամբ, այս պայծրությամբ, քանի դեռ չեն հասել այլ զիջումների, որոնց որ ակնկալում են, այսպես ճնշում փակագծում սպառնալիք, որ մենք այս հարցը կբերենք մեջտեղ, եթե դուք այսինչ քայլերին չդիմեք, եւ երկրորդը դա նախապատրաստում է հետագայում արդեն այս նոր զիջումները ստանալուց հետո արդեն նախապատրաստում է համապատասխան քարոզչական ֆոն հաջորդ քայլը, երբ որ իրոք շատ հնարավոր է, ես չեմ բացառում, որ արդեն ուղիղ այդ պահանջը դրվի հայկական կողմի առջև, չեմ բացառում նաև երրորդ տարբերակը, որ այդ հարցը արդեն իսկ դրվել է, պարզապես դրա մասին հանրային չի հայտարարվել, ոչ մեր իշխանությունների կողմից, ոչ էլ ադրբեջանական։ Իսկ ինչ նոր զիջումների մասին է խոսքը։ Օրինակ ես հիշում եմ, որ դեռևս ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցվաշենի հարցը պետք է լուծվի սահմանազատման եւ սահմանագծման այդ համատեքստում, սակայն որքանով ես տեղյակ եմ, սկզբնական շրջանում, այսպես ասած, անկլավների հարցը չէր կապվում ուղղակիորեն սահմանագծման ու սահմանազատման հետ, այնուհետև Նիկոլ Փաշինյանը կարծես թե այն բերեց օրակարգ եւ հնչեցին բազմաթիվ մտահոգություններ, որ
արծվաշենը բերելով արդեն սահմանագծման այդ օրակարգ հնարավոր է Նիկոլ Փաշինյանը հանձնի Տիգրանաշենը։ Հիմա հնարավոր է այդ զիջման մասին եք ասում, որովհետև կարծես թե Նիկոլ Փաշինյանը զիջել է այն ամենը, ինչ այս պահի դրությամբ հնարավոր է զիջել Ադրբեջանը։ Տեսեք, որպես ընդհանրապես հաշտության համաձայնագրի կնքման նախապայման մենք տեղյակ ենք երկու գլխավոր պայմանների մասին, հա, մեկը տրիպն է, հա, այդ Միջանցքի տրամադրումն է Ադրբեջանից դեպի Նախիջևան, մյուսը մեր սահմանադրական փոփոխություններն են։ Այս պայդրությամբ երկուսից ոչ մեկն էլ 100%-ով կատարված չեն, հա։ Տրիպի, այսինքն այդ Միջանցքի պահով մենք ունենք տրիպը, որը որ այս պայդրությամբ դա շրջանակային փաստաթուղթ է, որը որ չունի իրավական ուժ կողմերի համար, այսինքն մենք այնտեղ ունենք ոչ լիարժեք կատարում այդ նախնական պահանջի, չնայած մտադրությունը հայտարարված է, ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, դրա մասին երևի թե չի ասվում, բայց երևի նորից կուլիսների ետևում ինչ որ խոստումներ տրվել են եւ ադրբեջանական կողմը սպասում է, որ այդ խոստումները պետք է կատարվեն։ Ես կկապեի դրա հետ։ Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացի հետ, այնտեղ մենք ունենք նույն վիճակը, ինչ որ ունեցել ենք 2 տարի առաջ, այսինքն ադրբեջանական կողմը իր նախընտրած հատվածներում այդ սահմանազատումն ու սահմանագծումը իրականացնում է եւ մենք չգիտենք թե որ պահին ենք մենք հասնելու մի հանգրվանի, երբ որ դա կլինի նաեւ բխող Հայաստանի շահերից այս գործընթացը։ Օրինակ Վայոց ձորում ոնց է իրականացվելու այդ սահմանագծման։ Չգիտենք։ Արդյոք չկա վտանգ, որ երբ որ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները հասնեն Վայոց ձոր, մասնավորապես Ջերմուկի հատված, որտեղ դիրքավորվել են ադրբեջանցիները, ապա դրան հաջորդի կամ Հայաստանի հրաժարումը իր տարածքներից, ինքնիշխան տարածքներից, կամ այլ ճանապարհ չմնա, քան ռազմական էսկալացիան, որովհետև դժվար է պատկերացնել, որ ադրբեջանցիները դիրքավորվել են եւ հանկարծ ինչ-որ մի սահմանագծման արդյունքում դրանք կհեռանան իրենց դիրքերից։ Դե դժվար է պատկերացնել նման զարգացումը, բայց չգիտեմ դա ինչ հերթական քողարկումով ներկայիս իշխանությունը կարող են հրամցնել ժողովրդին, որ սա գիտեք իրականում մերը չէր, իրանցներ, մենք չափեցինք, հա, այսինքն հատկապես հիշենք, որ երբ որ ադրբեջանցիները ներխուժեցին Հայաստանի տարածք, Էդուարդ Ասարյանը ԳՇՊՏ հայտարարեց, որ ադրբեջանական ինչ-որ ջոկատ է մնացել շրջափակման մեջ, այնուհետև որևէ հստակեցում չեղավ, թե ինչ եղավ այդ ջոկատը, ինչ եղավ այդ ջոկատի ճակատագիրը եւ մեծ է հավանականությունը, որ հենց այդ ջոկատն էլ դիրքավորվել է այդ հատվածներում, իրականում ոչ թե շրջափակման մեջ էր հայտնվել, այլ պարզապես դիրքավորվել է։ Հիմա պարոն Ղալաչյան, խոսեցինք թրիփից։ Վերջերս Արարատ Միրզոյանը Վաշինգտոնից on-line հարցազրույց տվեց, իհարկե հարցազրույցում բազմաթիվ անգամներ շեշտ տվեց Հայաստանի ինքնիշխանության մասին, որը մի փոքր կասկածելի է, որովհետև երբ որ շատ ես մի բանի վրա շեշտադրումը անում եւ տեղին անտեղին այդ մասին ասում ես, հակառակ ռեակցիան է առաջանում, անվստահություն է առաջանում, այնուհետև հավելեց, որ այդ ճանապարհում գործելու է նաեւ Հայաստանի ողջ օրենսդրությունը, թե հարկային, թե մաքսային, եւ շեշտեց, որ բոլոր շահառուները այդ ճանապարհից օգտվելիս ենթարկվելու են Հայաստանի ներքին օրենսդրությանը։ Սակայն Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանից Նախիջևան իրականացվող կապը կամ բեռնափոխադրումները չպետք է վերահսկվեն որևէ երկրի կողմից եւ մենք ոչ մի բան էլ չենք վճարելու, այսպես ժողովրդի լեզվով ասած, ոչ մի բան էլ չենք վճարելու մեր երկրի մի հատվածից մյուս հատված տեղափոխվելու համար եւ Արարատ Միրզոյանը թեպետ գլխավոր շահառուները կարծում են պետք է լինեին Հայաստանն ու Ադրբեջանը, Արարատ Միրզոյանը որևէ խոսքով չմանրամասնեց, թե Ադրբեջանը օգտվելուց արդյոք ենթարկվելու է մեր ներքին օրենսդրությանը եւ արդյոք հայկական կողմը վերահսկելու է այդ այսպես ասած բեռնափոխադրումները։ Ինչ է կարծում
չի բացառվում արդյոք, որ այնուամենայնիվ որքան էլ այդ հատվածում, այդ միջանցքում ինչքան էլ ասեն թրիփ, այնուամենայնիվ այդտեղ գործում է միջանցքային տրամաբանություն, որքան էլ այդտեղ գործի Հայաստանի ներքին օրենսդրությունը, այնուամենայնիվ Ադրբեջանի համար չի բացառվում սահմանվել ինչ-ինչ արտոնություններ։ Եվ արդյոք դա ինքնիշխանության կորուստ չէ։ Նայեք, արտոնությունների մասին մեծ հաշվով այդ բանի այդ հրապարակված շրջանակային փաստաթղթի մեջ նշվում է իհարկե, այնտեղ տարբեր տերմինաբանություն է օգտագործում, բացառիկ իրավունք, բացառություններ եւ այլն, ինչ որ այդ կարգի տարբեր բառակապակցություններ, որից խոսքը գնում է բացառություն ըստ երևույթին այդ նույն մեր ինքնիշխանության եւ իրավազորության հարցերում, բայց իհարկե ինքը փաստաթուղթը բավականին իրոք ինքը շրջանակային է, ինքը ունի շատ անորոշություններ, որոնք որ պետք է հստակեցվեն, ես ենթադրում եմ, մի շարք համաձայնագրերի հիման վրա հետագայում, որովհետեւ այնտեղ խոսք է գնում որոշ գործառույթների պատվիրակման մասին, այնտեղ խոսք է գնում նաև երրորդ ինչ որ կողմերի ներգրավման մասին եւ այլն, որը որ վստահաբար ինչ-ինչ նոր պայմանագրերի արդյունքում, որոնք որ արդեն իսկ կունենան իրավական պարտադիր ուժ։ Այդ ժամանակ մենք կկարողանանք ավելի կոնկրետ վերլուծել, հասկանալ թե իրականում ինչ նկատի ունեին Հայաստանի իրավասորություն, բայց այն հանգամանքը, որ այդ մարդիկ պետք է ենթարկվեն Հայաստանի տարածքում Հայաստանի օրենքներին, դա սահմանադրությունից բխող պահանջ է, դրույթ է, ու պարզա, որ դա չէ կարող մեր վրա վաճառեն որպես մեծ ձեռքբերում, հա? Փորձ է արվում։ Դե հիմա հարցը կայանում է նրանում, որ ընդհանրապես այս չգիտեմ, միջանցք ասենք, ոնց ուզում եք անվանեք այդ ճանապարհը, որը որ պետք է կապի Ադրբեջանը Նախիջևանի հետ, մեծ հաշվով դա նախապայման է այս համաձայնագիրը ստորագրելու համար։ Այսինքն, եթե մեր իշխանությունները անկեղծ լինեին հասարակության հետ, պետք է ասեին, որ ժողովուրդ, սա է վիճակը, մենք պետք է սա անենք, այս քայլին պետք է գնանք, որպեսզի ստանանք այն խաղաղությունը, որը որ ասում ենք, որ իբր թե արդեն հաստատվել է, որը որ իրականում չի հաստատվել, որովհետև հենց այդ նույն թրիփի մեջ հղում կա կողմերի ընկալման մասին, թե սա ինչի համար է այս փաստաթուղթը, հա, այդ եւ այնտեղ նշվում է այն մասին, որ սա քայլ է առաջընթաց գրանցելու դեպի տևական խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այսինքն հենց փաստաթղթի մեջ հերքում կա Փաշինյանի այն թեզի, որ խաղաղությունը արդեն հաստատված է, հա։ Իդեպ իշխանությունները հասարակության հետ ազնիվ չեն նաև, երբ հայտարարում էին, որ այդ ճանապարհը Թրամփի ուղին հնարավորություն է տալիս ոչ միայն Ադրբեջանին կապվել Նախիջևանի հետ, այլ նաև հնարավորություն է տալիս Հայաստանին կապվել Հայաստանի հետ։ Եվ նկատի ունեին ու ասում էին այդ մասին, որ դիցուք քաղաքացին Մեղրիից կարող է Նախիջևանով գալ, չգիտեմ, Երևան։ Սակայն եթե հայկական կողմը այդ ճանապարհի կամ միջանցքի վերահսկողությունը արտապատվիրակել է երրորդ կողմին եւ տրամաբանությունը հուշում է, որ երրորդ կողմը պետք է ստանձնի ինչ-ինչ պարտավորվածություններ, որպեսզի ապահովի Ադրբեջանի անվտանգ անցումը այդ հատվածով, Ադրբեջանը ինքը որևէ մեկին չի արտապատվիրակել այն ճանապարհը, որը անցնելու է իր տարածքով։ Հետևաբար ճշտում մտցնենք, Հայաստանը դեռևս ոչ մեկին ոչինչ չի արտապատվիրակել, բայց ստանձնել է նման պարտավորություն։ Ադրբեջանական կողմը ընդհանրապես որևէ պարտավորություն չի ստանձնել, նույնիսկ խոսք չի ասվում, թե ինչ մեխանիզմներով է ինչ մեխանիզմներով է ապահովելու ենթադրենք իմ անվտանգությունը, եթե ես որոշեմ Մեղրիից գնացքով Նախիջևանով կամ Երևան կամ ոտքով։ Սա եւս մեկ այլ համաձայնագրի նյութ պետքա լինի, եթե դա լինի, եթե լինի։ Ամենայն դեպս այս համաձայնագիր կոչենք, չգիտեմ, այս փաստաթուղթը շրջանագային փաստաթուղթ կոչենք եւ այլն, ինքը երկկողմ հայ-ամերիկյան փաստաթուղթ է, որտեղ որ ադրբեջանական կողմի պարտավորությունները որևէ կերպ արտացոլված չեն։
Ենթադրվում է, որ ադրբեջանական կողմի հետ ինչ-ինչ պայմանավորվածություններ ունի Միացյալ Նահանգները այս թրիփի իրագործման հետ կապված։ Ենթադրվում է նաև, որ երևի թե մեր իշխանություններն էլ ինչ որ հարաբերությունների ընթացքում, բանակցությունների ընթացքում ինչ որ պայմանավորվածություններ են ձեռք բերել, որի մասին կամ չեն ասում կամ ինչ որ պարտավորություններ են ստանձնել, որ հարմար չի այս պայմանությամբ դրանց մասին բարձրաձայնել, համենայն դեպս այս պահին պարտադիր ուժ կրող փաստաթուղթ չկա, ու մենք չգիտենք հենց այդ պայմանները, թե ինչ պայմաններով են օրինակ են front office, back office, որ նշված է, այդ front office-ում ինչ պայմանով են Ադրբեջանի քաղաքացիները կամ նրանց վարորդները հատելու Հայաստանի սահմանը, արդյոք տեսնելու են հայ պաշտոնյաների երես այդ ընթացքում թե ոչ, թե ովքեր են լինելու այն պաշտոնյաները, որոնք որ front office-ում իրենց սպասարկելու են եւ ինչ ձևով են ստանալու Հայաստանի պատկան մարմինների արտոնությունը իրենց գործողությունը իրականացնելու համար այդ back office-ի, որը որ հանդիսանալու են մեր համապատասխան մարմինները։ Այսինքն այս ամեն ինչը դեռևս շատ այսպես անորոշ է, նկարագրված է սկզբունքը, բայց մենք չենք տեսնում, թե ինչ պայմաններ են ներառված։ Հարցը դրա մասին։ Այսինքն կարող ենք ենթադրել, որ քանի որ այս պահին չկա որևէ որոշակիություն եւ այս պահին այդ փաստաթուղթը չունի իրավական դեռևս որևէ ուժ, սակայն իշխանությունների կողմից ակտիվորեն շահարկվում է, ակտիվորեն ներկայացվում է որպես խոշորագույն ձեռքբերում, որպես նվաճում, այսինքն կարող ենք ենթադրել, որ այս պահին այն որոշակի առումով PR գործիք է իշխանությունների համար, որի սլակները դեպի այս տարի սպասվող խորհրդարանական ընտրություններն են։ Այս շրջանում իշխանությունները ցանկացած ակտիվություն արտաքին դաշտում լինի թե ներքին դաշտում օգտագործելու են որպես PR նախընտրական PR էլեմենտ նախընտրական շրջանում եւ նորից եմ կրկնում, եթե անկեղծ լինեին ժողովրդի հետ, պետք է ասեին, որ նրանք պարտադրված են այս գործընթացի մեջ մտնել, որպեսզի ստանան այն խաղաղությունը, որի մասին հայտարարում են այսքան, բայց ունեն գործ իրականության հետ։ Եվս մի անդրադարձ թրիփին, երբ որ Վաշինգտոնում նախաստորագրվեց այդ ողջ համաձայնագրերը, փաստաթղթերը, Նիկոլ Փաշինյանը այնուհետև միջազգային մամուլին տված իր հարցազրույցներից մեկում ասաց, որ Թրամփի ուղին մեծ հնարավորություններ է ստեղծում ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի, այլ նաև Ռուսաստանի եւ Իրանի համար։ Սակայն անմիջապես այդ հայտարարությանը հաջորդեց Իրանի դիրքորոշումը, որ իրենք բավականին անհանգստացած են այն իրավիճակով, որը ստեղծվում է իրենց սահմանի շուրջ եւ վերջերս էլ Իրանի դեսպանը կրկնեց ավելի վաղ ասված իրենց մտահոգությունները, սակայն էլ ավելի կոշտ շեշտադրումներով ընդཐུպ այն աստիճանի, որ Հայաստանին մեղադրեց հակաիրանական կոալիցիային միանալու մեջ եւ ասաց, որ Իրանի ժողովրդի մոտ ստեղծվում է կարծիք, որ Հայաստանը աստիճանաբար վերածվում է թշնամական պետության։ Հիմա ինչպես է շտկվելու հայ-իրանական հարաբերությունները հաշվի առնելով, որ Իրանը որևէ քայլ չի նահանջում թրիփի հետ կապված իր մտահոգությունները հայտնելուց, իսկ Հայաստանի իշխանությունները թրիփը ներկայացնում են որպես կարևորագույն ձեռքբերում։ Դե այսպես ասենք, Իրանի պաշտոնյաների առավել դիվանագիտական այսպես անդրադարձը այս հարցին եղավ, եթե չեմ սխալվում, իրենց նախագահի արդեն մեկնելուց հետո հրապարակման մեջ, որ ասաց, որ այնուամենայնիվ մտահոգությունները այս Միջանցքի հետ Իրանի մտահոգությունները չեն փարատվել։ Դա ամենաայսպես մեղմ հայտարարություն ձևակերպումն է եղել եւ միակ բանը, որ Իրանի մտահոգությունները կարող են փարատվել, դա տեղի կունենա այն ժամանակ, երբ որ մենք բոլորս տեսնենք այ ռեալ պարտավորությունները կողմերի ստանձնած կապված թրիփի իրագործման հետ։ Գուցե ոչ թե փարատվեն, այլ ավելի խորանան։ Դե հենց դրանում է հարցը, այսինքն պարզա, որ Իրանի համար գոյություն ունեն կոնկրետ կարմիր գծեր, ասենք Միացյալ Նահանգների ուժային
որևէ կառույցների ներկայություն իրենց սահմանում։ Օրինակ, սա կարմիր գիծ է, որի մասին իրանական կողմը բազմիցս հայտարարել է, եւ եթե այդ պատվիրակված ծառայությունը պարզ դառնա, որ դա իրականացնելու են ինչ որ Միացյալ Նահանգների հետ առնչություն ունեցող ծառայություններ, չգիտեմ, հատուկ ծառայություններ կան, այդ դեպքում պարզա որ այդ մտահոգությունները չեն փարատվի։ Բայց նորից կրկնում եմ, այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ մենք հիմնականում այսպես գուշակելով ենք զբաղված, այլ ոչ թե ինչ որ ռեալ փաստերի մասին խոսելով, որովհետև բոլոր այս փաստաթղթերը, որոնք որ օգոստոս ամսվանից մինչև այսօր հայ-ամերիկյան ստորագրվել են, բոլորը ինչ որ հռչակագրային ոճի մեջ են, ստորագրվել, որևէ մեկը որևէ պարտավորություն չի առաջացնում կողմերի համար, իրավական պարտավորություն, եւ բոլորը այսպես մտադրությունների արտացոլում են հանդիսանում։ Երբ որ խոսք կգնա արդեն կոնկրետ համաձայնագրերի մասին, այդ ժամանակ գուցե ավելի առարկայական կկարողանանք ինչ-որ բան քննարկել։ Վերջերս Հայաստանի իշխանությունները շատ են խոսում ինչ-որ հիբրիդային հարձակումներից, ինչ-որ հիբրիդային պատերազմի մասին, թեպետ կարծես թե հստակ հասցեատերը չի նշվում, սակայն տողատակերից հասկանալի է, որ նկատի ունեն Ռուսաստանը։ Եվ անցյալ տարի, շեշտեմ 2025 թվականին, որովհետև դեռևս 2026 թվական նոր ենք մտել, մեր դիտորդների մոտ թույլ եմ բռնում չառաջացնի, 2025 թվականին Հայաստանի իշխանությունները դիմեցին ԵՄ-ին, ակնկալելով նրանց օգնությունը ու աջակցությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերում, այսինքն ընտրական գործընթացներում։ Ես չեմ հիշում նման դեպք, որ որևէ իշխանություն Հայաստանի դիմի օտար որևէ պետության կամ քաղաքական միավորի, ակնկալելով նրա աջակցությունը ընտրությունների հետ կապված։ Ու ԵՄ-ն կարծես սիրահոժար համաձայնվել է օգնել Հայաստանին։ Հիմա արդյոք դա արդեն ինքնին հիբրիդային հարձակում չէ Հայաստանի նկատմամբ եւ որևէ օտար մեկ այլ պետություն հիմա կլինի դա դրամաշնորհների տեսքով թե մի այլ տեսքով անմիջական մասնակցություն է ունենալու մեր ներքաղաքական կյանքին, ընտրություններին։ Բարդ հարց է, որտեղ նախ եւ առաջ պետք է հասկանանք ինչ է իրանց ներկայացնում այդ հիբրիդային ճնշումը, հիբրիդային հարձակումը կամ հիբրիդային պատերազմը։ Օրինակ, եթե ինձ հարցնեք, Հայաստանը այս պայծրությամբ գտնվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ուժեղ հիբրիդային ճնշման տակ ու պատերազմը, որի ակտիվ ֆազան ավարտվել է 20 թվականին ու նաեւ 23 թվականի Արցախի հայաթափմամբ դեռևս շարունակվում է արդեն հիբրիդային ձևով, որտեղ պատերազմի հիմնական նպատակը հակառակորդին քո կամքը թելադրելն է։ Եվ դու այդ կամքը կարող ես թելադրել եւ պատերազմի դաշտում հաղթանակով եւ հետագայում հոգեբանական, տնտեսական, տարբեր մեթոդներով, ընդ որում նաեւ փափուկ ուժի միջոցով։ Այսինքն, եթե դուք հիմա նայեք, օրինակ ադրբեջանական մամուլում էր տարածվել, եթե չեմ սխալվում, Ալիևի հարցազրույցը, որտեղ որ նա այսպես խոսքեր էր շռայլում այն մասին, որ այլևս Հայաստանի հետ մենք անցնում ենք համագործակցության փուլ։ Եթե չեմ սխալվում, Դավոսում էր։ Ինչ որ եվրոպական, ինչ որ մեդիա ներկայացուցիչի հետ հարցազրույցում էր, ամենայնդեպս ադրբեջանական մամուլում էր տարածվել, հետո էլ եկել է մեզ մոտ։ Այսինքն նույնիսկ դա իր մեջ պարունակում է հիբրիդային ճնշման մի տար, այսինքն դրանով իսկ Ալիևը ակտիվորեն մասնակցում է այսօր ԿՊ-ի ոնց որ ասած նախընտրական քարոզ արշավի։ Նույնը անում է Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը իր հայտարարություններով տարբեր ձևի։ Բայց մյուս կողմից օրինակ շատ հետաքրքիր է, բոլորս ֆիքսվել ենք Ֆիդանի այն հայտարարության վրա, որտեղ որ նա ասում է, որ սոցհարցումների արդյունքում կարծես թե Փաշինյանը առաջատարը ու լավ կլինի, որ տենց էլ շարունակվի, բայց ուշադրություն չենք դարձրել դրանից,
մի երկու օր թե երկու շաբաթ առաջ չեմ հիշում հիմա մյուս իր հայտարարությանը առայն որ ոնց էր նշում որ Միացյալ Նահանգները փաստացի ճնշում են Հայաստանում զիջումների գնալ հայ-ադրբեջանական հարաբերություններում ինչ որ առաջընթաց գրանցելու համար եւ դրա արդյունքում ունենք այդ թրիփը այդ խաղաղության հաշտության պայմանագրի այդ նախաստորագրված տարբերակը եւ այլն, այսինքն դրանով իսկ փաստում է որ Հայաստանը փաստացի Միացյալ Նահանգների ազդեցությամբ է գնացել այդ զիջումներին, այն զիջումներին, որի մասին մենք բազմիցս խոսել ու անդրադարձել ենք վերջի կես տարվա ընթացքում, հա? Եվ դա բխում է Թուրքիայի շահերից, որը որ ամենակարևոր խոստովանությունն է նույն Ֆիդանի կողմից։ Պարզապես Ֆիդանի այս երկու հայտարարությունները իմ կարծիքով տարբերվում են իրարից նրանով, որ առաջինի դեպքում նա խոսում է գործող ղեկավարի, այսինքն փաստացի ղեկավարի մասին, փաստացի ղեկավարի քաղաքական կուրսի մասին, ինչը կարծում եմ որոշ առումով նորմալ է, որովհետև ցանկացած պետություն կարող է իր դիրքորոշումը հայտնել մեկ այլ պետության տվյալ պահին իրականացվող քաղաքական կուրսի մասին, սակայն երկրորդ հայտարարությամբ Ֆիդանը շեշտադրում է անում ընտրություններին, Հայաստանում սպասվող ընտրություններին եւ հայտարարում է, որ մենք պետք է մոտավորապես այսպես աջակցենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանի քաղաքական կուրսը շարունակվի եւ ամրապնդվի։ Ստացվում է երկրորդ հայտարարությամբ օտար պետությունը տվյալ պարագայում սատարում է տեխնացուներից մեկին, որովհետև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանը ոչ թե ներկայանալու է որպես վարչապետ ընտրությունների ժամանակ, այլ որպես տեխնացու։ Ես չեմ հիշում դեռևս դեպք, այդուք տարիների փորձ ունեցող դիվանագետ եք, հիշում եք երբևէ դեպք, որ որևէ պետություն իր աջակցությունը հայտնի տեխնացուներից որևէ մեկին։ Պատմության մեջ դեպքեր շատ են եղել, բայց այստեղ փաստացի ես այսպես կձևակերպեմ, նույնիսկ դա ոչ թե ինչ որ սպառնալիք է կամ դա քաղաքական ծրագիր է ոնց որ տրվում Ֆիդանի կողմից։ Ընդ որում ինքը ոնց որ ծրագրավ ասում է որ մենք, այսինքն Թուրքիան պետք է աջակցի, Հայաստանն էլ պետք է գնա այս ճանապարհով։ Ֆիդանը ծրագրավորում է Փաշինյանը։ Այո, այդպես է ստացվում։ Այստեղ այդ, չգիտեմ, միջամտություն ներքին գործերին թե հիբրիդային հարձակում, ոնց ուզում եք ձևակերպումը տվեք, որովհետև դրանք բոլորը շատ հեխեղ ձևակերպումներ են ու կարելի է մեկնաբանել տարբեր կողմերից, գիտեք։ Օրինակ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց այնպես որ արդյունքում հենց ինքը, որ ինքը շնորհակալություն վերջում հայտնեց Ֆիդանին։ Պարոն Ղալաչյան, դուք խոսեցիք դե պաստորեն Ալեն Սիմոնյանի կամքը կոտրվել է արդեն։ Հա, Թուրքիայի կողմից։ ծրագրավորվել է։ Հա, տենց է ստացվում։ Ծրագրավորվել է։ Տենց է ստացվում, ինչ ասենք։ Մի մարդ, որ գիտենք, հիշում ենք ոնց էր Արցախում Աղդամը իմ հայրենիքն էր ներածում, հիմա էլ շնորհակալություն ներողություն խնդրեց ու հայտարարեց, որ ինքը սխալվել է։ Դա հիմա ինչ արած։ Ու հետո հայտարարեց, որ իմ հայրենիքը ամբողջ հայկական լեռնաշխարհն է։ Սակայն դրանից կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմությունը կեղծ հակասության մեջ դրեց հայ ժողովրդի պատմության հետ, առաջացրեց կեղծ հակասություն իրական ու պատմական Հայաստանների մեջ եւ մերժեց պատմական հայրենիքը։ Արդյունքում Ալեն Սիմոնյանը զրկվեց իր հերթական հայրենիքից։ Պարոն Ղալաչյան, դուք խոսեցիք հիբրիդային հարձակումներից, իհարկե հիմնավորելով առողջ տրամաբանությամբ, քաղաքական տրամաբանությամբ, փաստերով, այն ինչը կա ու ինչը հուշում է ռեալ քաղաքականությունը։ Սակայն իշխանությունները հիբրիդային հարձակում ասելով հասկանում են, քանի որ այդ մասին իրենք ասել են, հասկանում են ինչ որ ֆինանսների ներդրումներ, ինչ որ լրատվամիջոցների բացում, ինչ որ մեդիա քարոզարշավ եւ այլն եւ փորձում են ամբողջը պրոյեկտել որոշ լրատվամիջոցների ու ընդդիմադիր դաշտի վրա։ Այսինքն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դիմել է ԵՄ-ին, որպեսզի Եվրոպան պայքարի տվյալ պարագայում արդեն ընդդիմության դեմ, որովհետև Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ այդ հիբրիդային հարձակումը դրսևորվում է ընդդիմության տեսքով։ Այսինքն
Նիկոլ Փաշինյանը փորձում է ստեղծել հանրության մոտ պատրանք, որ ողջ ընդդիմադիր դաշտը ամբողջովին գործիքներ են արտաքին ուժերի համար, ինչ եմ այդ մասին ասում, որովհետև արտաքին հետախուզության զեկույցում նույնպես կային ակնարկներ, ընդհուպ մինչև հայ առաքելական եկեղեցին, մեր պատմամշակութային կառույցները, հոգևոր մշակութային կառույցները եւ այլն, այդ բոլորը տեղավորում էին արտաքին ազդեցության ռիսկերի մեջ, ստացվում է բոլորից կարող են կալանավորել եւ հրճակել որպես գործակալ։ Հիմա արդյոք դրանով արտաքին հետախուզության զեկույցով նաեւ հող չի նախապատրաստվում ոչ միայն ընդդիմադիր դաշտի, ընդդիմադիր գործիչների, այլ նաեւ հայ առաքելական եկեղեցու գրողը տեղափոխել այլ ֆոն, գրոհին տալ այլ ֆոն։ Դե արդեն իսկ իշխանությունների կողմից այդ ֆոնը տրված է, որտեղ այս վերջի շրջանում արդեն խոսք չի գնում հոգևորականների բարեվարկության մասին, այլ խոսքը գնում է օտար գործակալ լինել չլինելու մասին, այստեղ խոսքը դրա մասին չի, ես պարզապես կուզենայի անդրադառնալ մեր այդ զեկույցին մեծ հաշվով, հա, այդ զեկույցը ընդհանուր առմամբ ինքը իրականում մասնագիտական զեկույց չի կարելի համարել, որովհետև այո, աշխարհում ընդունված է այսպես բաց մասը հրապարակել տարբեր ինչ-որ տենց երկրներում հատկապես մեծ պետությունների կողմից ընդունված պրակտիկա է դա, սա ներառված է այս պրակտիկան դրսից, հա, եւ շատ հաճախ նմանակումներ է գնում տարբեր այլ արտաքին հետախուզության ծառայությունների հրապարակած զեկույցներից մեր զեկույցի մեջ, բայց մյուս կողմից այստեղ միանշանակ երևում է, որ սպասարկվում է իշխող քաղաքական ուժի օրակարգը այս զեկույցով։ Ու շատ թափանցիկ է, շատ երևացող է, դա շատ կոպիտ է արված, այն աստիճանի կոպիտ, որ անզեն աչքով տեսնում ես, թե ուր են տանում, ինչ են ուզում հիմնավորել, ու ես չեմ բացառում, որ այդ ձեր կանխատեսումը կարող է տեղ գտնի, այսինքն մենք մոտենում ենք նախընտրական շրջանին, շատ շուտով արդեն քարոզարշավը սկսելու է, եւ կախված նրանից, թե ինչ ռիսկեր կտեսնեն իրենց քաղաքական ապագայի համար, ներկայիս իշխանությունները կարող են դիմել, հա, ըստ այդմ ցանկացած քայլել կարող են դիմել, հետո էլ հաջորդ զեկույցում կգրեն, որ այ մենք ոնց որ կանխատեսել էինք, մեզ զեկուցվել էր, բարձրում է դա իրականություն է, որ մենք քայլեր արեցինք, սակայն այդ քայլերի արդյունքում մենք կունենանք հերթական քաղբանտարկյալները, հերթական հալածված հոգևորականները։ Պարոն Ղարաչյան, մենք խոսեցինք արտաքին քաղաքականությունից, Թրիփից, Ֆիդանի հայտարարություններից, կուզեի մի կարճ անդրադարձել անենք նաև Հայաստանի ներքաղաքական կյանքին այն առումով, որ դուք արդեն քաղաքական ուժի ներկայացուցիչ եք, Հայրենիք կուսակցության քաղխորհրդի անդամ եք։ Նայեք, մենք արձանագրում ենք Նիկոլ Փաշինյանի քայլերը, փորձում ենք կանխատեսել նրա հաջորդ գործողությունները, որը որևէ դրական բան մեզ չի խոստանում, սակայն ի վերջո պետք է այդ ամենը ոչ միայն փաստենք ու կանխատեսենք, այլ նաև կանխարգելենք։ Դուք որպես ընդդիմադիր գործիչ, որպես ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ, ինչպես եք պատկերացնում Նիկոլ Փաշինյանի քայլերի կանխարգելումը, այլ խոսքով ասած Նիկոլ Փաշինյանի հեռացումը իշխանությունից, ինչ գործիքակազմով, ինչ մեթոդաբանությամբ, արդյոք ընդդիմությունը ընտրություններին պետք է մասնակցի յուրաքանչյուրը իր ներկայացվածությամբ, թե պետք է ձևավորվեն 2-3 խոշոր դաշինքներ, որովհետև մեկ դաշինքով գնալը ես կարծում եմ իրատեսական չէ։ Ես էլ կարծում եմ իրատեսական չէ, այդ խոշոր դաշինքների խոշորացման մասին արդեն իսկ քննարկումներ քաղաքական դաշտում գնում են, դուք եք տեղյակ, այսինքն այստեղ նպատակահարմարության մասին է խոսքը, բայց նախ եւ առաջ կուզեի մի դիտարկում անել, որը եւս կախված է արտաքինի հետ։ Մենք երբ որ խոսում էինք այդ Եվրամիության կողմից հատկացված գումարների մասին, շատ լավ կլիներ, որ այդ գումարները ներդրվեին իրապես լեգիտիմ ընտրություններ անցկացնելու պայմանները ստեղծելու համար։
եւ իմ կոչը կլիներ նույն Եվրոմիության ներկայացուցիչներին, այստեղ նաեւ ներկայացուցանը, որ իրենք հետամուտ լինեն, որպեսզի դա չօգտագործվի որպես գործիք իրոք քաղաքական ընդդիմությանը լրացնելու համար, այլ դա օգտագործվի իր նպատակի համար, որպեսզի մենք ունենանք իրապես լեգիտիմ ընտրություններ Հայաստանում։ Իսկ եթե ընտրությունները լեգիտիմ լինեն, եթե լինեն առանց քաղաքական հետապնդումների, առանց բանտարկությունների, առանց ադմինիստրատիվ լծակների օգտագործմամբ տարբեր շրջաններում մարդկանց ճնշումների եւ այլն, ես վստահ եմ, որ այս իշխանությունները վերարտադրվելու հեռանկար չունեն։ Բայց արդյոք Եմեն այդ դրամաշնորհները կուղի իրոք լեգիտիմ ընտրությանը։ Մենք ի տարբերություն շատերի մենք անմեղության կանխավարկածով ենք առաջ։ Ինչու եմ դա իհարկե պետք է առաջնորդվենք անմեղության կանխավարկածով, սակայն ես ինչու եմ մի քիչ կասկածում, որ այնուամենայնիվ այդ դրամաշնորհները իրոք կծառայեն ի օգուտ Հայաստանի Հանրապետության, օրինակ ուրբաթ օրը ժամը 12-ին բողոքի ակցիա տեղի ունեցավ Եվրոմիության գրասենյակի պատվիրակության առջև, որը կազմակերպել էին հայրենիք կուսակցության երիտասարդները։ Ակցիայի մեխը Հայաստանում քաղբանտարկյալներն էին, մասնավորապես օրինակ ասեմ հայրենիք կուսակցության գործադիր քարտուղար Խաչիկ Գալստյանը եւ հայրենիք կուսակցության Էջմիածնի տարածքային պատասխանատու Արամ Քոչարյանը։ Նայեք, երբ որ ես շատ երիտասարդ էի ու որոշակի ունեի քաղաքական ռոմանտիզմ, ինձ թվում էր արևմուտքի մասնավորապես տվյալ դեպքում Եվրոպայի համար մարդու իրավունքները, խոսքի ազատությունները բացարձակ արժեքներ են, նրանք չեն հանդուրժի ոչ միայն իրենց ներսում, այլ իրենց գործընկեր երկրներից որևէ մեկում, որպեսզի մարդը հայտնվի անազատության մեջ, սոսկ իր քաղաքական գործունեության արդյունքում, սակայն աստիճանաբար սկսեցի գալ այն մտքին, որ այնուամենայնիվ այդ բացարձակ արժեքներ հռչակվածներն այդքան էլ բացարձակ չեն իմ կարծիքով եւ իրականում ավելի շատ ունեն երկստանդարտ քաղաքական գործիքակազմի նշանակություն, որովհետեւ արդյոք թող Եվրոմիությունը անկեղծ պատասխանի, կա Եվրոպայում արդյոք մի մարդ, որը կալանավորվում է, ինչպես օրինակ Խաչիկ Գալստյանը, կուսակցության նախագահի հարցազրույցի անմիջապես հաջորդ օրը, բայց չի համարվում քաղբանտարկյալ։ Կա մի մարդ, որը մեղադրվում է 8 տարի առաջ որևէ մեկի միջոցով մի երրորդ անձի գրպանը պայուսակը թմրանյութ գցելու համար, ինչպես Արշակ Սրբազանն է ու չի համարվում քաղբանտարկյալ։ Կա մի մարդ, մեկ ուրիշը Եվրոպայում, որը մեղադրվում է ահաբեկչություն կազմակերպելու մեջ, սակայն ամիսներով չեն կարողանում ապացուցել, թե այդ մարդը հատկապես երբ, որտեղ, ում նկատմամբ կամ ինչպես էր փորձում առհասարակ այդ ահաբեկչությունը իրականացնել։ Հիմա այդ ամենը հաշվի առնելով ես կամ մի փոքր թերահավատ եմ։ Հիմա քաղբանտարկյալների հետ կապված ինչ եք կարծում, ինչպիսին կլինի այնուամենայնիվ Եվրոմիության դիրքորոշումը։ Ի վերջո կընդունեն, որ Հայաստանում այո կան մոտ 30 քաղբանտարկյալներ, թե կտրվեն իրենց քաղաքական շահին։ Դա քաղաքական ընտրության խնդիր է, այսպես ասեմ։ Այդ նույն ձեր ասած կրկնակի ստանդարտները դա քաղաքական ընտրության խնդիր է։ Երբ որ որևէ պետություն կամ կազմակերպություն որդեգրում է որևէ քաղաքականություն, որևէ այլ պետության նկատմամբ, վստահ եմ դուք էլ կհամաձայնվեք, որ նախ եւ առաջ առաջնորդվում է իր սեփական շահերով։ Այսինքն, քանի դեռ այդ շահը համապատասխանում է իրենց շահին, ուրեմն պետք է շարունակեն այդ աջակցությունը, որ ցուցաբերում են։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է վհատվենք ու դադարենք գործել։ Դե ինչ, պարոն Ղալաջյան, հենց այս նոտայի վրա էլ թերևս ավարտենք մեր հարցազրույցը։ Շնորհակալ եմ անչափ հետաքրքիր այս մեր քննարկման համար։ Մեդիահաբի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի հայրենիք կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին
փոխնախարար Գագիկ Ղալաչյանի հետ։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։